շատ սիրելի, եւս պետք է ասեմ, որ առաջին օրերից միացավ մեր թիմին, միացավ մեր Ալետիս արտմիությանը, մեր Տիկին Զուխրայի ընկերուհիներից է, եւ դա էլ շատ մեծ նշանակություն ուներ, որ Տիկին Զուխրան այստեղ էր, Անահիտը արդեն գիտեր, որ պետք է գա, պետք է լինի, եւ Տիկին Զուխրայի հետ կլինի, եւ մեզ հետ կլինի, եւ կլինի այսօրը նաեւ։ Մեր Տիկին Անահիտը շատ բազմաշնոր, բազմատաղանդ մարդ է, եւ գրում է, եւ նկարում է, ահա մեր Անահիտի նկարները, ինքը մի փոքր բացատրություն կտա, որովհետեւ խորն է, պետք է նաեւ ներկայացնի եւ երգում է, հաստորեն բազմատաղանդ, բազմաշնոր մարդ է, ինչպես մեր հայ ազգում այսպես է, չէ՞։ Եվ երգում են, եւ ստեղծագործում են, եւ պարում են, եւ գործում են, ուզում են, որ դուք շարունակեք ավելացնել, ինչ կասեք ձեր մասին։ Իսկ Տիկին Անահիտը ասեմ, որ երկար տարիներ ապրել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, բայց մեկ րոպե անգամ չի վարանել, որ գա, մնա եւ մեր կողքին լինի եւ ստեղծագործի եւ ապրի հայկական այս երգու մշակույթով։ Համեցեք Տիկին Անահիտ։ Շնորհակալություն նախ առաջ իրապես Տիկին Երվանջանին, որովհետև Տիկին Երվանջանի շնորհիվ որ այստեղ է, Ալետիս արտ միջազգային միությունում եւ նաեւ ես չեմ մոռանում, որ նամակ գրեցի Արմինե Չիլինգարյանին, որ ասի կարող եմ գալ։ Ես այդ ժամանակ դեռ Ամերիկայում էի եւ եկա եւ իսկապես իմ որ փոփոխությունները Ամերիկայի եւ այստեղ շատ կարեւոր էր ինձ համար, որ ես այս շրջանակի մեջ մտնեմ, որովհետեւ ես ինձ պետք է վերգտնեի նաեւ այստեղ 22 տարի ապրել Ամերիկայում եւ հետո գալ Հայաստան, իմ երկիր, դա ինձ համար շատ կարեւոր էր, իմ բացակայությունը, ինձ տեսնելու, նաեւ ինձ գալու այստեղ, դե ինչ իմ մասին ասեմ, բոլորը այստեղ մի մասը ինձ շատ լավ ճուտի, ես ավարտել եմ կինո Եվ Տիկին Երվանջանը շատ լավ Եվ իպայ տեքսը ասել և Տիկին Երվանջան իսկ Անահիտն ավարտել Ինչ ուզեք ասել չի կարա պատրաստ Իսկ Անահիտն ավարտել ինձ գտի 30 տարուց ավել, չէ Անահիտ ջան, երբ որ ստերեո ստուդիայում Անահիտ Նավարսարդյանը իմ հետ հարցազրույց ունեցավ նկարների կապված եւ այլն։ Եվ շատ շնորհակալ եւ դրա ձայնագրությունը եւ տեսագրությունը ունեն։ Կամ մոտես, բայց չի լինի այստեղ։ Ուրեմն ես ասեմ, կարճ համառոտ, ես կինոտեխնիկայի մասնագետ եմ, աշխատել եմ Հայֆիլմ կինոստուդիայում, հետո աշխատել եմ հանրային հեռուստատեսության, որպես ռեժիսորի ասիստենտ եւ հետո ռեժիսոր, Հեքիաթ նկարչում հաղորդաշարում, Նոնա Զոտովա, այլն բոլորի հետ աշխատել։ Ես իրապես պատիվ եմ ունեցել աշխատելու հեռուստատեսություն լեգենդների, իսկապես լեգենդներ էին իրեն, որոնք այսօր ցավոք մի մասը չկա, մի մասն էլ ուրիշ այլ աշխատանքի անցել։ Իսկ նկարել սկսել եմ, իմ նկարելը ունի իր նախապատմությունը, որը այստեղ չեմ կարող կարճ համառոտ, իմ ֆեյսբուքյան էջում կա, մի դիմանկարի պատմություն կամ ինչպես ես հանդիպեցի իմ ճակատագրին, ես շատ նկարել եմ շատ հասուն տարիքում, մասնագիտական կրթություն չունեմ, բայց նկարում եմ և չեմ կարող չնկարել, որովհետև անհնարավոր չի նկարել, ունեցել եմ բազմաթիվ ցուցահանդեսներ, անհատական ցուցահանդեսներ, իմ առաջի անհատական ցուցահանդեսը, որ ինձ համար մեծ պատիվ էր Երվանդ Քոչարի տուն թանգարանում եմ ունեցել 1995 թվականին, որից հետո Շեչանցի տուն թանգարանում, համալսարանում, հետո դարձա նաև նկարիչների միության անդամ և այնտեղ նաև իրավունք ունեցա ցուցադրվելու, նաև խմբակային ցուցադրությունների եմ մասնակցել, միջև իմ Ամերիկա մեկնելը, այստեղ կանգ առավ Ամերիկա մեկնելուց հետո ամեն ինչ, իհարկե ես այնտեղ ստեղծագործում եմ, բայց միայն ես ինքս ինձ համար, ոչ ոքի։ Եվ հետո եկա այստեղ նորից շարունակում եմ ստեղծագործել,
գրել Տիկին Երվանցյանի գրչի տակով անցնում այն գործերը իսկ նկարները դե իհարկե շարունակում եմ նկարել դե երկներ այսպես Մենք ուզում ենք Անահիտ Նավաստարդյանը կարդալ երկու փոքրիկ ձեր գործ։ Շատ շնորհակալ եմ